Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Երվանդ Բոզյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Բոզյան, մեր հավետն ընդունելու համար։ Աշխարհում բավական արագ փոփոխություններ են տեղի ունենում եւ այս օրերին տարածաշրջանային փոփոխությունների կոնտեքստում ամենաշատը քննարկվում էր Սիրիայի քրդերի շուրջ ստեղծված իրավիճակը, քրդերը բավական արագ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին Դամասկոսի հետ բավական արագ կորցրեցին իրենց տարածքները, որոնք գտնում էին իրենց ազդեցության տակ, չնայած մեծ մասը արաբաբնակ էին, եւ եթե համեմատենք Արցախի իրավիճակի հետ, հիմա ոնց որ թե Սիրիայի քրդերն էլ կանգնած են կապիտուլյացիայի առաջ, ընդունել բոլոր պայմանները, որ դրել է Դամասկոսը, եւ էլի հնչում են մեղադրանքներ, այս անգամ արդեն Միացյալ Նահանգներին ուղղված, որ ընդհանուր քրդերի կողմից են հնչում, որ Միացյալ Նահանգները դավաճանեցին իրենց, որ գործարք տեղի ունեցավ նախկին ահաբեկիչ Ահմեդ Ալ-Շարայի հետ, ինչ է տեղի ունենում։ Տեսեք, ես sense ձևակերպեմ, կատարվեց հետևյալը, երբ որ Սիրիայում Ասադի ռեժիմն էր, Ասադի ռեժիմը խիստ բացասական էր ընկալվում Միացյալ Նահանգների կողմից, եւ Միացյալ Նահանգները քրդերին աջակցելով փորձում էին ոտատեղ անեին Սիրիայում, հատկապես այն հաշվառնելով այն հանգամանքը, որ քրդերը վերահսկում էին նավթով հարուստ պաշարներ ունեցող այդ տարածքները, եւ երբ որ Սիրիայում կտրուկ փոխվեց իշխանությունը եւ իշխանություն եկավ թրքամետ իշխանությունը, ապա Էրդողանի դիվանագիտական, այսպես ասած, ջանքերի շնորհիվ նրանք կարողացան համոզել Միացյալ Նահանգներին, որ կենտրոնական իշխանությունը Սիրիայի կարող է բավականին բարձր մակարդակով համագործակցել Միացյալ Նահանգների հետ եւ այդ նավթով հարուստ այդ տարածքները նույնպես կարող են, այսպես ասած, այդտեղ աշխատել ամերիկյան ընկերությունները եւ իմաստ չունի քրդերին լրացուցիչ աջակցելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ԻԼԻՊ-ի հետ կապված պայքարին, ապա այսօրվա իշխանությունը, որը Ջեփհաթ Ալ-Նուսրայի, այսպես ասած, ակունքներից է դուրս եկել, իրենց էլ Թուրքիան ունի մեծ ազդեցություն եւ ամեն ինչ կանի, որպեսզի այդ ԻԼԻՊ-ի, այսպես ասած, գործոնը չմեծանա։ Սա երկար ջանքերի շնորհիվ եւ շատ փորձագետների կարծիքով այստեղ շատ մեծ ջանքեր դրեց Միացյալ Նահանգների դեսպան Բարակը, ով փորձում է համոզել Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմին, որ Թուրքիային դիտարկի որպես գլխավոր գործընկեր, եւ ի վերջո իրենց դա հաջողվեց դա կյանքի կոչել, ինչը խիստ զայրացրել է Իսրայելին, որտեղ Իսրայելին շահավետ չէ ուժեղ կենտրոնական իշխանությունից Սիրիա, որովհետև այդ Սիրիան միգուցե նաև կարող է հայտնվի Թուրքիայի վերահսկողության տակ, իսկ Իսրայելին շահավետ չէ, որ Սիրիան լինի թե Իրանի եւ թե Թուրքիայի ազդեցության տակ, մանավանդ որ Ասադը թույլ իշխանություն էր համարվում եւ Իսրայելի համար նույնիսկ Ասադի ռեժիմը չարած փոքրագույններ համարվում, քան այսօրվա Աշարայի վարչակազմը։ Եվ այդ իմաստով քրդերը փաստորեն դավաճանվեցին Միացյալ Նահանգների կողմից, որը այսպես ասած կարող ենք այսպես ձևակերպել այն ժողովուրդները, որոնք փորձում են իրենց անվտանգությունը ապահովել մեկ դաշնակցի կողմից, միշտ լինում է մի հատ, եթե այդ դաշնակիցը լինում է մենաշնորհ, ապա միշտ լինում է իրավիճակ, երբ որ այդ դաշնակիցը կարող է ինչ-ինչ հարցերի շուրջ պայմանավորվել եւ ինքը կորցնել այդ դաշնակցին։ Մանավանդ որ Սիրիայի հարցում Միացյալ Նահանգները, այսպես ասած, էգզիստենցիալ շահեր չունեն, որ այս եթե Սիրիայում հանգարց քրդերին իրենք հանձնեն, ապա, չգիտեմ, Միացյալ Նահանգների շահերը այնտեղ շատ մեծ կտուժի, մանավանդ որ դուք հիշում եք, որ առաջի նախագահության ժամանակ Թրամփը նույնիսկ հեգնում էր, ասում էր, որ երկրորդ համաշխարհային պատերազմին քրդերը իրենց չեն աջակցել, չէ՞։ Ինչ եմ ուզում ասեմ, որ հատկապես հաշվառնելով այդ գործոնը, քրդերը պետք է, այսպես ասած, բազմակողմանի երաշխիքային համակարգ ստեղծեին, նույն Իսրայելի հետ, նույն Ռուսաստանի հետ,
Նույնիսկ ես կարծում եմ, որ կարելի է նույնիսկ Իրանի հետ ինչ-որ որոշակի համաձայնության գալ։ Հետո այսօրվա Իրաքի վարչակազմի հետ պետք է կարողանային բավականին լուրջ կայուն հիմքեր ստեղծեն եւ իրենք պետք է կարողանային այնպես անային, որ Իրաքում Բարզանի եւ Թալաբանի կլանների հետ ընդհանուր առմամբ ինչ-որ ընդհանուր հայտարարգային, բայց քրդերը բավականին իմ կարծիքով Սիրիայի ցավով ես ցավով եմ դա ասում, Իրաքի Սիրիայի քրդերը բավականին միակողմանի պահվածք են դրսևորում, վախենում են, որ դրա արդյունքում կարող են կորցնել վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ, արդյունքում հիմա կանգնած են կոտրած դաշտակի առջև, որը նաև վտանգ է անուղղակիորեն դա վտանգում է նաև մեզ։ Ես դա արդեն այլ թեմա է, բայց եթե ինչ-որ խոսակցությունների մենք խոսենք դրա։ Լավ, տարածաշրջանում այլ հայտարարություն էլ եղավ, մասնավորապես Հական Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարար հայտարարեց, որ առաջկա ընտրություններում նույն խոսքով դիվանագիտական տեքստը շղարշը որ հանում ես, առաջկա ընտրություններում աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Հիմա սա ինչու արվեց։ Իրենք վստահ են, որ հայ ժողովուրդը այլևս դիմադրողականություն չունի կամ հիշողությունը կորցրել է Թուրքիայի հետ կապված եւ սա եւ նման հայտարարությունը կարող է օգնել Փաշինյանին, թե այլ նպատակ կարող է։ Ոչ, այդ հայտարարությունը ուղղված էր ոչ թե Հայաստանին հայ ժողովրդին, այլ այդ հայտարարությունը ուղղված էր, այսպես ասած, գերտերություններին։ Ինչու՞։ Որովհետեւ դուք գիտեք, որ Անկորիջում երբ որ Պուտինը եւ Տրամպը հանդիպեցին, այդ հանդիպման արդյունքում այս տարվա ամռանը, հա, որից հետո շատերի համար շատ անսպասելիորեն Միացյալ Նահանգները ասացին աջակցել Ռուսաստանի դիրքերը ուկրաինայական հարցում, հետո անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին դուրս եկավ հրապարակվեց Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգը, որտեղ Միացյալ Նահանգները շեշտվում էր Միացյալ Նահանգների կարևորությունը Լատինական Ամերիկան, Միջին Արևելքը, Եվրոպայում նշում էին, որ պետք է այնտեղ լուրջ փոփոխություններ լինեն, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարողան ինչ-որ փոխզիջում գան, բայց տեսեք, օրինակ Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանի կամ բանի հետ խորհրդային տարածքների մասին ոչ մի բան գրած չէր, եւ շատ փորձագետներ համոզված են, որ անուղղակիորեն կար որոշակի համաձայնություն, որ Ռուսաստանը կարող էր զիջել իր դիրքերը Լատինական Ամերիկայում, փոխարենը Միացյալ Նահանգները կարող են, այսպես ասած, համաձայնվեն, որ այդ խորհրդային տարածքում Ռուսաստանը ունենա իր ազդեցությունը։ Դա ինչ է նշանակում։ Դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները թողնելու են, որ Ռուսաստանը ամեն ինչ անի կամ Ռուսաստանը համաձայնվել որ Միացյալ Նահանգները ամեն ինչ անեն Լատինական Ամերիկայում։ Ոչ, սա նշանակում է, որ քաղաքական տեսակետից Միացյալ Նահանգները համարում են, որ քաղաքական իմաստով եւ անվտանգության իմաստով Ռուսաստանը ունի հատուկ իրավունքներ, բայց տնտեսական իմաստով Միացյալ Նահանգները նույնպես ուզում են, որ այստեղ աշխատեն։ Նույն պատկերը, որը Խորհրդային Միության տարիներին պատերազմից հետո կար Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում։ Հիմա տեսեք, Էլի կային ազդեցության խմբեր պրոամերիկյան, բայց հիմնական իշխանությունը խորհրդային։ Այո, տեսեք ինչի է դա Նույնն էլ արևմտյան որ այս գլոբալիստական աշխարհը փլվում է, որտեղ այդ գլոբալիստական աշխարհի փլուզման արդյունքում Միացյալ Նահանգները թուլացել են։ Ոչ միայն թուլանում են Միացյալ Նահանգները, այլ նաև Եվրոպան, ինչի, որտեղ գլոբալիզմից շահել է Չինաստանը։ Այսինքն տնտեսական իմաստով գլոբալիստական այդ համակարգը, որի առաջամարտիկը Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները, բայց այդ գլոբալիզմի տրամաբանության զարգացման արդյունքում տնտեսական իմաստով հզորացել է Չինաստանը եւ Չինաստանի հզորացումը բերել է նաեւ քաղաքական հավակնություններ Չինաստանի կողմից եւ Միացյալ Նահանգները այլևս իզորու չի պահել այն կառույցները ֆինանսապես, որը կարողանար իրան նաեւ միաժամանակ պահել իր կայունությունը, ինչպես որ նախին խորհրդային միությունը, որ ամբողջ սոցիալիստական ճամբարը պահում էր նախինում, կոմունիստական շարժումները ֆինանսավորում էր, պարզվեց որ դա քայքայեց խորհրդային միության տնտեսությունը, չէ՞։ Եվ նույն վիճակը այստեղ է առաջացել։ Եվ Միացյալ Նահանգները ասում են, որ մենք պետք է հրաժարվենք գլոբալ գերտերությունից, փորձենք մեր տարածաշրջանում գերտերություն մնալ, իսկ գլոբալ աշխարհում էլ փորձենք բալանսավորված քաղաքականություն վարել, հարգելով նաև մյուսների շահերը, որը շահավետ է նաև Պուտինին։ Եվ այդ իմաստով Միացյալ Նահանգները հայտարարում են, որ իրենք ընդունում են, որ քաղաքական իմաստով Կովկասի տարածքը Ռուսաստանի տիրույթը լինի, բայց դա նշանակում է արդյոք որ Ռուսաստանը Միացյալ Նահանգները աջակցելու են որ Ռուսաստանը դանի, իհարկե ոչ, որովհետև այստեղ իր հավակնություն ունի նաև Թուրքիան եւ Ֆիդանի հայտարարությունը, քանի որ թուրքական փորձագիտական շրջանակները տեղյակ են այս ամենի մասին, թուրքական փորձագիտական շրջանակները եւ Ֆիդանը իր հայտարարությունով նշում է որ այս տարածքի վրա ունի հավակնություն նաև Թուրքիան։
որը չի հակասում ռուս-ամերիկյան համաձայնության։ Այսինքն ամերիկացիները չեն ասում, որ եթե մենք չենք հավակնում այս տարածքի վրա, ապա ստեղ պետքա չհավակնի նաև այլ երկիր բացի Ռուսաստանից։ Ինքը ասում է, որ Ռուսաստան մնացած հարցերում դու քո լիազորությունն է, ինչքան կարաս հավաքի, բայց կարող Թուրքիան էլ ուզենա վերցնի, բայց Միացյալ Նահանգները ակտիվորեն այստեղ հակառուսական դերակատարում չեն ունենա։ Բայց դա չի նշանակում, որ օրինակ ասենք Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Բարակը ակտիվ չի փորձում առաջ տանել Թուրքիայի շահերը տարածաշրջանում։ Դա շատ տրամաբանական է եւ ի վերջո չմոռանանք, որ հենց այդ բարակի շնորհիվ է ստրիպը ստեղծվեց։ Այո։ Ինչու, որտեվ ներողություն ինքը իր հարցազրույցներից մեկում ասել էր Դա ամիսներ առաջ։ Կնքահայրն է։ Օգոստոսի 8-ից առաջ ասել էր, որ Թուրքիան է այս տրիպի հեղինակը, ինք Թուրքիայի իշխանություններն էլ խնդրել Միացյալ Նահանգներին, որ Միացյալ Նահանգների անվան ներքո դա այո, ինչու, որովհետև շատ պարզ, որովհետև եթե թուրքական լիներ դա բացասական արձագանք կներ հայ հասարակության մեջ եւ խիստ բացասական կընկալվեր Մոսկվայում։ Ամերիկյանը ֆորմալ իմաստով հայկական հայ հասարակության մեջ այդպիսի արձագանք չկա բացասական եւ հաշվառելով Տրամպի եւ Պուտինի փոխհարաբերությունները Ռուսաստանն էլ չեն ուզում բացասական հակադրվեն տրիպին։ Արդյունքում լինելով մաքուր թուրքական, այսպես ասած, պրոյեկտ ինքը փաթեթավորված է ամերիկյան, այսպես ասած, փաթեթավորման բան ներկայացվում եւ դրա կնքահայրներից մեկը, եթե ոչ գլխավոր կնքահայրը, հենց Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում Բարակն է։ Հիմա ինչի է Ֆիդարը նման բան հայտարարում։ Բոլորն էլ հասկանում են, որ այս ընտրությունները Հայաստանում ճակատագրական բնույթ են կրելու եւ անցյալ տարվա սեպտեմբերին Էրդողանը, երբ որ այցելության ժամանակ Նյու Յորքում հանդիպում էր Տրամպի հետ, ինքը որպես օժիտ եւ ինքը ուզում էր ասել, որ ինձ ճանաչի որպես գլխավոր գործընկեր տարածի։ Ասում էր, որ տեսեք Սիրիան, Հայաստանն ու Ադրբեջանը իմ գրպանում է։ Անդոնում ասում էր Ադրբեջանը իմ գործընկերն է, իսկ Սիրիան ու Հայաստանը դառել իմ պրոքսի երկրները։ Ինքը դե օժիտով հանդես էր գալիս։ Եվ ասեմ, որ Տրամպը չճանաչեց իրան այդ բանով, որովհետև այնտեղ այդ պրոյեկտի դեմ շատ ուժեղ աշխատում են հրեական եւ հունական լոբիստական շրջանակները Միացյալ Նահանգներում։ Այդ թվում նաեւ մասնակիորեն նաեւ հայկական, որովհետև հայկականը արդեն քանդված վիճակի մեջ է հաշվառելով Հայաստանի այսօրվա իրավիճակը։ Եվ թուրքական փորձագիտական շրջանակները բողոքում էին այն ժամանակ, որ տեսեք Թուրքիան հասել է այսպիսի մեծ հաջողությունների, բայց Միացյալ Նահանգները չի ճանաչում իրան որպես գլխավոր գործընկեր, Իսրայելին է ճանաչում։ Մինչդեռ ասեմ, որ Իսրայելին օրինակ հետ շահավետ չի, որ Թուրքիայի ազդեցությունը մեծանա Հայաստանում, տարածաշրջանում, որտեվ ինչքանով որ Իսրայելը ուզում է, որ Ադրբեջանին ուժեղացնի, այնքան էլ ուզում է, որ Թուրքիայի դերը չուժեղանա։ Շատ հակասական իրավիճակ է իրանց մոտ, ինչպես որ Սիրիայում է իրանց դիրքորոշումը։ Եվ Իսրայելին շահավետ կլինի, որ Հայաստանում ուժեղանա ռուսական ազդեցությունը, բայց ոչ իրանական։ Շատ հակասական եւ մոզաիկ process է գնում, որը բոլորը պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը եւ Ֆիդանի հայտարարությունը ինչ էր նշանակում, որ Հայաստանում թե ինչ ընտրություն կկատարի հայ ժողովուրդը թուրքական ուղղությամբ թե ռուսական ուղղությամբ կորոշվի ընտրությունների ժամանակ, այսինքն եւ Ռուսաստանում եւ Թուրքիայում կա ընդհանուր հայտարար, որ միայն եւ միայն ընտրություններով պետք է որոշվի թե հայ ժողովուրդը ինչ կողմնորոշում ուզում անի, թուրքական թե ռուսական, ոչ ընտրական տարբերակով եթե լինի Թուրքերը կասեն, որ մենք չենք ճանաչում, ռուսները Լավրովի շուրթերով հայտարարեցին, որ եթե հանգարց ընտրությունները կեղծվեն, դա չի ճանաչի նաև Ռուսաստանը, որովհետև ինքը նշեց, որ եթե մոլդովական սցենարը աշխատի այս տարածաշրջանում, ապա իրանք էլ ուրիշ քայլերի կդիմեն, այսինքն փաստացի Թուրքիան եւ Ռուսաստանը իրար բալանսավորման ճանապարհով իրանք նշում են հետևելը. Ա. Հայաստանը չպետք է դառնա հակաթուրքական, հակառուսական տարածք, Հայաստանը պետք է ընտրություն կատարի լինի դա թուրքամետ երկիր թե ռուսամետ երկիր, բայց ոչ հակաթուրքական եւ հակառուսական, եւ այդ որոշումը պետք է կայացվի ընտրությունների արդյունքում։ Այսինքն մենք ստացել ենք բացառիկ հնարավորություն ընտրությունների արդյունքում որոշում կայացնենք։ Այլ խնդիրը որ այս ընտրությունները ենթադրեն կեղծվեց այնպես ինչպես Մոլդովայում։ Եթե ընտրությունները ինչ է անելու Ռուսաստանը, չի ճանաչել, դե թող Մոլդովայինը չճանաչի։ Տեսեք, Մոլդովայում ինքը ոչ թե կեղծվեց, Մոլդովայում մոլդովական համայնքի միջոցով դրսի դիասպորայի միջոցով ակնհայտ է, չէ՞ որ կեղծիք է, երբ որ Ռուսաստանում ապրող 400,000 մոլդովացիներին դու տալիս ես 10,000 քվեաթերթիկ, բարձ է, չէ՞ որ դա կեղծիք է։ Հասկանալի է, բայց տեսեք, ես ուղղակի ձևակերպում հետևել անեմ։ Մեր բախտը բերել է նրան, որ մեր ընտրական օրենսգիրքը թույլ չի տալի, որ
հայկական սփյուռքը մասնակցի ուղիղ ընտրություններին։ Դա շատ պատմական եւ ստրատեգիական որոշում էր կայացել, որ սփյուռքը պետք է ընտրություններին չմասնակցի, որտեղ դա հնարավորություն է տալիս սփյուռքում դրսի կառույցներին, պետական կառույցներին կեղծելու։ Եվ հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը ունի փաստեր, որ կեղծված են ընդրսի ընտրությունները, չունի այդպիսի փաստեր։ Ինքը ստիպված պետք է ճանաչի ընտրությունները, բայց ճանաչելով միևնույնն է իրանց լավ, ինչ է տալու Ռուսաստանի չճանաչումը։ Եթե Հայաստանում, դրա համար եմ ասում, Հայաստանում բացահայտ ընտրությունների կեղծելը դա ես բացառում եմ։ Այսինքն օբյեկտիվորեն այնպես իրավիճակ առաջ եկել, որ Հայաստանում մի կողմից Թուրքիան ասում է, եթե ոչ ընտրական ճանապարհով իշխանություն փոխվի, մենք չենք ճանաչի, մենք քայլերի կդիմենք։ Ռուսաստանն էլ ասում է, եթե ընտրությունները կեղծվեցին, մենք քայլերի կդիմենք։ Որի արդյունքում ընդհանուր կոմպրոմիսը լինելու է այն, որ Հայաստանում իսկապես ստիպելու են, որ լինի արդար ընտրություններ, եւ այդ արդար ընտրություններով մենք պետք է այդ արդար ընտրությունը չի նշանակում, որ վարչական ռեսուրս չի մաքսիմալ օգտագործելու է իշխանությունը, ինչպես որ Գյումրիում օգտագործեց վաղաշապատում, դա հաշվի չեն առնում։ Հաշվի առնում ենք այն հանգամանքը, որ թղթերի մեջ եթե ասենք օրինակ տեղական հանձնաժողովները թուղթ բերեն, կենտրոնական հանձնաժողովը չի կարող կեղծ թիվ հայտարարի։ Դրա մասին է խոսքը, այսինքն այդ իմաստով դա բացառված է, որ Հայաստան դնի եւ ըստ էության ընտրության արդյունքում Հայաստանի քաղաքացին կարողանալու է ընտրություն կատարել։ Եվ այս իմաստով մեր քաղաքական վերնախավը պետք է բացատրի մեր ժողովրդին ճիշտ մակարդակով, հասկացնի թե ինչ են պահանջում մեզանից գերտերությունները եւ ինչ ընտրության առջեւ է կանգնած։ Օրինակ եմ ասում, եթե ընդդիմությունը հայտարարի, որ մենք հիմա պետք է դառնանք ռուսամետ եւ սկսենք քֆրտել Թուրքիային, ապա այդպիսի իշխանությունը չի կարող գա իշխանության։ Հասկանալի եւ հակառակը, եթե հիմա օրինակ եմ ասում, Փաշինյանը սկսի հայտարարի, որ մենք հեսա պատերազմ ենք հայտարարել Ռուսաստանի դեմ, նույնպես չի կարող գա։ Այսինքն եւ Թուրքիան եւ Ռուսաստանը ներքին կարգով պայմանավորվել են, որ որոշակի բալանսավորում պետք է լինի եւ ընդդիմությունն էլ պետք է խելամիտ լինի, հասկանա, որ իրավիճակը փոխվել է այն Հայաստանը, որ մինչև 18 թվականն այդպիսի Հայաստան այլևս չկա։ Մենք պետք է բալանսավորված, ավելի հավասարակշռված դիրքերով հանդես գանք։ Մենք պետք է կարողանանք վերականգնենք մեր անվտանգային համակարգը, որտեղ եթե մենք կորցրեցինք այս ընտրություններում շանսը, ես ասեմ ձեզ շատ արագ ձևով Հայաստանը կարող է վերածվի Արցախի, այսինքն ինչ դա կնշանակի։ Թուրքիան կվերցնի իր ազդեցության տակ Հայաստանը, տնտեսապես կվերցնի, հետո արդեն քանի որ իրանից կախված կլինի ֆինանսապես, էներգետիկ համակարգը կկախի, հետո արդեն շանտաժների արդյունքում դեմոգրաֆիկ սիտուացիան կփոխի շատ արագ, հետո մենք կտեսնենք, որ մենք Հայաստանը կորցրել ենք։ Այն ինչ որ իրան կարել են տարբեր երկրներում, ինչ որ արել են Կիպրոսում, փորձ են անում Սիրիայի հյուսիսում, Խաթայ համայնքում արեցին անցյալ դարի 30-ական թվականներին։ Դա շատ պարզ տեսանել է, այլ խնդիր է, որ մենք չունենք պատմաբաններ, որոնք մատչելի ձևով ներկայացնել։ Շատ պրիմիտիվ պատմաբաններ կա մեր մոտ, որ պարզապես ազգային ազատագրական պարզունակ ձևակերպներով են հանդես գալիս եւ մարդիկ չեն adekvat չեն գնահատում։ Վտանգները իրականում ոչ մեկ չի կարողանում բացատրի եւ ներկայացնել։ Այսինքն այդ իմաստով շատ կարեւոր է, որ մեր քաղաքական վերնախավը, մեր վերլուծական միտքը կարողանա adekvat գնահատականներով ներկայացնի իրատեսական։ Հիմա տեսեք, երեք Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակվել էր մի հոդված, որտեղ ներկայացվել էր ճակերտների մեջ իհարկե Ռուսաստանի կողմից եկած հիբրիդային վտանգները, հարձակումները, հիշատակում են ձեր կողմից հիշատակված ընտրական գործընթացը, որ այս ընտրական process-ում պիտի պաշտպանվի Հայաստանի ժողովրդավարությունը։ Մի խոսքով, ակնարկը սա էր, որ ուժային մեթոդով ճնշելու են պրոռուսական ուժերին։ Նիկոլ Փաշինյանը իհարկե Պուտինից վախենալով դա ներկայացրել էր որպես կիպրական կայքերից մեկի վերլուծություն, բայց ես շատ արագ արհեստական բանականության աջակցությամբ բացահայտեցի, որ այդ կայքը գրանցված է Երևան Կողբացի 28 հասցեում, այսինքն ոչ մի կիպրական հետքել չկա այդտեղ, Նիկոլ Փաշինյանը գրել այդպես ներկայացրել է։ Հիմա շատ լավ արդեն։ Հիմա այս քարոզչական իմաստով, տեղեկատվական, ֆինանսական, իշխանական լծակների իմաստով իշխանությունը պատրաստ է։ Թուրքիան կօգնի, փող էլ կտան, տրամաբանական, դա ոչ մի զարմանալու բան չկա։ Հակառակ կողմում կա ընդդիմություն, ընդդիմադիր ուժեր, որոնց մասով ես չեմ տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է կամ կարող է ավելի շուտ տալ այնպիսի աջակցություն, որը ստանում է իշխանությունը Թուրքիայից եւ Եվրամիությունից։ Տեսեք, ես ձեզ ինչ պիտի անի ընդդիմությունը։ Տեսեք, ուղղակիորեն բառից բուն իմաստով այնպիսի աջակցություն, թե նկատի ունեք ուժային աջակցություն։ Ուժային մասը։ Ոչ Թուրքիան է տալիս, ոչ Ռուսաստանը, չեն էլ կարող տալ։ Հա։
Տեսեք, տեղեկատվությունը ամենակարևորն է։ Ահա, Տեղեկատվական դաշտի ժողովրդական խոսք ասած բեջարումը։ ահա։ Ֆինանսականը կարևոր է, որովհետև այդ փողերն էլ են, չէ՞։ Եվրամիությունը հայտարարեց, որ 15 միլիոն, մենակ հայտարարված է դա, տակից ինչքան Ես այս ձևակերպեմ, Բորիս։ Այսինքն տեսեք, ես տեսնում Ռուսաստանը չունի նման գործիքներ։ Ռուսաստանը ես ուզենալ չի կարող։ Տեսեք, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ Եվրամիությունը Թուրքիայի հետ միասին ուղղակի կամ անուղղակի այդ գործիքները օգտագործելու են։ Հիմա մեկը հրաապարակային անելու, մեկը ոչ հրաապարակային անելու, մեկը լավ անելու, մեկը վատ անելու, մեկը էֆեկտիվ անելու, մենք գիտենք, հասկանալի է, բայց հիմա դա իրականությունն է։ Բայց մեծ հաշվով ասեմ, Բորիս, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ վճռականը այնուամենայնիվ որոշվելու է ժողովուրդը, որտեղ ինչքան էլ որ դու PR անես, իհարկե ինչ որ տոկոսներ դու կարող ես լավ PR-ից միաբանով հասնես, բայց երբ որ կա հասունացած արդեն իրավիճակ, այդ հասունացած իրավիճակին դու չես կարող ասենք օրինակ, չգիտեմ, կատվին սարքես այռուց կամ հակառակը։ Ուզում ասեմ, որ մեծ հաշվով մենք հասկանում ենք, որ իսկապես Ռուսաստանի գործիքակազմը շատ ավելի ոչ մրցակցային է, քան արևմտյան գործիքը կամ Թուրքիայի գործիքները։ Մենք տեսել ենք այդ եւ Սիրիայում ենք տեսել, եւ տեսել ենք տարբեր երկրներում, նույնիսկ հետ խորհրդային երկրներում ենք տեսնում այդ ամեն ինչը կենտրոնական Ասիայում ենք տեսնում ենք նախկինում Վրաստանում ենք տեսել, Ուկրաինայում ենք տեսել, բայց կա այն ինչ որ կա, այսինքն ստեղ մենք ոչ այնքան պետքա բողոքենք, որ ուրիշ բողոքելու մասին չէ, դա իրականությունն է, չէ, խոսքը նրա մասին էր, որ պետք է ելնել այս հանգամանքներից։ Հանգամանքը միանշանակ է։ Երբ որ ելնում ես այս հանգամանքներից, տպավորություն ոնց որ Նիկոլի հաղթելու շանսերը ավելի շուտ։ Ես համաձայն չեմ քո հետ, ճիշտ ես ասում։ Այդ երկու բևեռների մրցակցության մեջ զուտ գործիքակազմի, տեխնոլոգիաների իմաստով մեկ ավելի մեծ առավելություն քան մյուսը, բայց պետք է մենք հաշվի առնենք հետևյալը, որ օբյեկտիվ իրականությունը կայանում է նրանում, որ հանրությունը մեծ հաշվով, եթե այդ PR-ը տեխնոլոգիաները մի կողմ թողնենք, ինքը արդեն հասունացած պատկերացում է, թե ինչա կատարվում։ Այստեղ պետք է կատարել ապուշ լինես, որ չկարողանաս դա օրինակ ես մի օրինակ բերեմ պատկերացնեմ, տեսեք Վրաստանը ինքը դրա վառ օրինակն է, որ բոլոր տեսակի տեխնոլոգիաներ օգտագործեցին Վրաստանի դեմ, բոլոր եւ եկեղեցու դեմ պայքարը եւ այսպես կոչված դեմոկրատական շարժումները, հսկայական բանը գործիքներ, նույնիսկ ուժային գործոններ օգտագործեցին, բառից բուն իմաստով այսպես ասած հիբրիդային պատերազմ հայտարարել, ամեն ինչ արեցին, բայց չկարողացան հասնել հաջողության, չէ՞։ Ընդ որում Վրաստանը, որովհետև պայքարում են իշխանության դեմ։ Տեսեք, բայց ինչ հսկայական ուժեր էր ներդրված։ Ես օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք, միայն խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն բացահայտ թվեր եմ ասում, 120 միլիոն դոլարի ներդրում են արել ընդդիմության վրա։ Միայն վերջի այդ ընտրությունների ընթացքում 120 միլիոն դոլար դուք հասկանում եք, այդպես թվեր չկան Հայաստանում, ասեմ դες իմանաք։ Այսինքն, ինչ եմ ասում, երբ որ ժողովուրդը գիտի, որ իրեն տանելու են սպանդանոց, անկախ նրանից թե ինչ տեխնոլոգիա է օգտագործում, դա չի օգտագործվելու։ Երբ որ ժողովուրդը տեսա, որ իրան ուզում են մանրադրամի դեմ աշխատացնել ռուս-ուկրաինական պատերազմը, ինքը հրաժարվեց դրանից։ Դա միանշանակ է, շատ ակնհայտ է, հիմա նույն բանը ստեղ է կատարվում։ Ճիշտ է, ստեղ իշխանությունը այնտեղ ընդդիմություն էր, բայց տարբերությունը շատ մեծ չի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր վտանգները ավելի մեծ են, քան վրացիների վտանգը։ Վրացիների վտանգը էլի մեծ էր, բայց իրանց մոտ այդ վտանգի արդյունքում իրան կարող էին հետ եթե նույնիսկ ասենք Վրաստանը դառնալ մանրադրամ ռուսների նկատմամբ, կարող է էլի տարածքներ կորցնեն, բայց եթե մենք սխալվենք այս ընտրությունների ժամանակ, պետք է երկիրը կկորցնենք ընդհանրապես։ Դա շատ կարևոր է, որովհետև տեսեք մի պարզ ձևակերպում տամ։ Ստեղ ոչ թե ժողովրդի մի մասը թուրքամետ է, մյուս մասը ռուսամետ է։ Ստեղ այդպիսի վիճակ չկա, պարզապես մի կոնկրետ մի անձ եւ իր ընտանիքը անասնական վախ ունի ամբողջ ժողովրդից, ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը գցել է Պուտինի եւ Պուտինից անասնական վախ ունի եւ հաշվանալով այդ իրավիճակը ինքը ամեն ինչ անում է, որպեսզի փրկվի Պուտինից։ Եվ քանի որ տեսնում է, որ միակ փրկությունը դա Թուրքիան է, ինքը օբյեկտիվորեն հայտնվել է Թուրքիայի գրկում։ Այսինքն այս իրավիճակն է եւ ժողովրդի մեծ մասը դա հասկացել է։ Այլ խնդիր է, որ ընդդիմությունը մինչեւ հիմա դեռ 5 աղապարներով է մտածում, մինչև 2018 թվականի պատկերացումներով է մտածում, եւ իրան թվում է, թե եթե ինքը տենց բաներով խոսա, ժողովրդին մեծամասնություն իրան կաջակցի, որը տենց չի, որովհետեւ ժողովուրդը նաեւ շատ ադեկվատ եւ իրատեսական է դարձել, ինքը իր մոտ վախեր է առաջացել, ինքը տեսնում է, որ աշխարհաքաղաքական փոփոխություն է կատարվել, ինքը տեսել է, որ ուժերի բալանս է փոխվել, ինքը տեսնում է, որ Ռուսաստանը կարա աջակցի, բայց չափի մեջ կարա աջակցի, ավել չի կարա, ինքը ցած տեսնում է, հասարակ մարդն ավելի լավ է տեսնում, քան մեր քաղաքական վերնախավը, սա իրականություն է։
Ինչ պատկեր ունենք ընդդիմադիր դաշտում։ Ինչպեսի ուժեր կմասնակցեն։ Տեսեք, ընդդիմադիր դաշտում ես այս պայծությամբ չեմ կարող ասեմ ինչ պատկեր ունենք, բայց պարզ մի բան կա, որ հասարակության մեջ պատկերը իմ համար շատ տեսանելի է։ Հասարակության մեջ ճնշող մեծամասնությունը ինքը ուզում է փոփոխություն, բայց չի ուզում որ փոփոխության գնով մենք հայտնվենք մեկ ուրիշ անդունդի մեջ, պատերազմի մեջ։ Ինքը ասում է, որ մեզ պետք է adekvat առաջարկ տակ, որ մենք այս վիճակից մենք ազատվենք։ Սա է իրականությունը հասարակության։ Մենք ասենց ասեմ, ստացվեց այնպես, որ մենք բազմաթիվ տարբեր շրջաններում մենք շփվել ենք մարդկանց հետ, տարբեր մեր ընկերների հետ միասին շփումներ են կարել, տարբեր տիպի քննարկումներ են կարել, երբ տեսել ենք, որ մեր ժողովրդի պահանջները շատ ավելի բնական, շատ ավելի հասկանալի են, քան որ շատերին թվում է։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանին ունեք հաջողվում է ինչ-որ միտեղ ինչ-որ մասսա հավաքել, մարդկանց թվում է, թե մարդկանց մեծ մասը իր տես չի, իրականում տես չի։ Պարզապես մենք տեսել ենք, որ քաղաքական ուժերը շատ վատ են աշխատում մեր հասարակության հետ, մեր ժողովրդի հետ, շատ վատ են աշխատում, սենց ասեմ, ոչ թե վատ, այլ շատ վատ են աշխատում։ Եվ մարդկանց մեծ մասը անորոշության մեջ է մնում եւ չի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ որ մարդը անորոշության մեջ է, ինքը աշխատում է, որ կոնկրետ քայլ չդիմի, ինքը անորոշությունից վախենում է եւ դրա համար Փաշինյանին հաջողվում է իր փոքրիկ զանգվածը մաքսիմալ կոնսոլիդացնի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ անորոշության մեջ զանգվածը ինքը այդ անորոշությունից դուրս գա, ինքը հասկանա, որ ալտերնատիվան Փաշինյանին լինելու է շատ խաղաղ ճանապարհով, նորմալ, հանգիստ երկիր լինելու եւ անվտանգության պահպանելով մենք շարունակենք խաղաղ ապրել։ Դա շատ կարեւոր խնդիր է։ Անիմաստ ոչ իրատեսական ծրագրերով հանդես չգա, ինչ-որ հնամաշ բաներով հանդես չգա, որը իրականության հետ կյանքի հետ կապ չունի։ Եթե ես համոզված եմ, որ մենք այդ դրան հասնելու ենք, որովհետև գիտեք, արդեն հասունացել է այն վիճակը նենց, որ մենք իրավունք չունենք արդեն վստահել այն բանի, որ հա գիտեք, մեր տեղի ինչ-որ ուրիշները կմտածեն, կորոշեն, մենք տեսնում ենք, որ տես բան չի լինում։ Դրա համար մենք պետք է ինքներս մեր ով որ խելամիտ է հասկանում, ես, դու, Պողոս 3-րդը, 4-րդը, մենք պետք է բոլորս հասկանանք adekvat խնդիրների շուրջ կոնսոլիդացնենք, adekvat լուծումներ տանք եւ որպեսզի կարողանանք հնարավորությունը կա, ժամանակ կա։ Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը կա։ Ես համոզված եմ, որ կա։ Շատ լավ, պարոն Բոզյան, շնորհակալ եմ հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Ես շեշտում զրուցում եի քաղաքագետ Երվանդ Բոզյանից, տեսություն կհանդիպենք։